Հանրային տրանսպորտը վերածվել է մարտադաշտի, բռնությամբ են ավարտվում վարորդների ու ուղևորների վեճերը։ Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ապրիլի 8-ին 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծելու կադրերը։ Ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճել, վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վեճը։ Վարորդն էլ նրանց իջեցրել է ավտոբուսից։ Ժամեր անց Էրեբունի փողոցի կանգառներից մեկում Nissan Magnich-ի մեքենայով 3 տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան։ 3 տղամարդիկ ձերբակալվել են։ Լարվածության, կոնֆլիկտների եւ քայքայված նյարդերի գլխավոր պատասխանատուն քաղաքապետն է, ասում է Երևանի ավականու ընդդիմադիր անդամը։ Նա է վարորդներին հանել ժողովրդի դեմ, պահանջելով, որ վարորդները պահանջեն վճարել ուղևարցը։ Արհեստականորեն վարորդներին հանեց ժողովրդի դեմ, ժողովրդին վարորդների դեմ, ու այս կոնֆլիկտը արդեն ակնհայտ էր, որ կլինի, արդեն սպասելի էր։ Ինչ արեցին սրանք։ Սրանք նույն բանն են հիմա անում, ինչ որ արվել էր 18 թվականին։ Մարդկանց բաժանելով սևերի սպիտակների, նախկիների, ներկաների, հների, նորերի։ Ամեն կանգառում մի նոր վեճ է բռնկվում, պատմում են մարդիկ։ Վարորդները հետևի դուռը չեն բացում, ուշացող մարդիկ էլ այլևս համբերել չեն կարողանում։ Երևանի քաղաքապետը վարորդների դարձնում են մեր ժողովրդի դուշմանները։ Առաջի դուռը բացում է, երկու դուռը փակ է։ Հիմա այս մարդը վիճում այդ աջակողորտի, տրանսպորտ աջակողորտի հետ, մնացած ուզում են իջնեն։ Տես ինչ խաոս կլինի։ Երևանցիները պահանջում են, որ Ավինյանը նոր պարտականություն չդնի վարորդների ուսերին։ Քաղաքապետարանը ես ասեմ, գալաթ արեմ։ Այս 1000 տարվա վարորդի հետ ինքը ոտահա մեկնում։ Բայց վարորդներին աշճան իմանա իր հարգանքը, որ իրան հարգեն, որ կարողանա ուղղորդի։ Թող ինքը մի օր նստի, այդ ժողովրդի հետ գլուխ դնի, ծեծ ուտի ոնց ու վարորդն ա ուտում, ոնց քֆուր ա ուտում, ինչ օյններ են հանում այդ վարորդի վրա։ Ուր ա իրան այդ բան հսկիչները, որը ինքը տրամադրել ա գումար։ Այդ գումարը ուր ա, ոչ հսկիչներ եք տեսնում, ոչ մի բան։ Կան վարորդներ, որ հրաժարվում են հսկիչի դեր կատարել Ավինյանի պահանջով։ Պատրաստ են նույնիսկ աշխատանքը կորցնել, բայց ժողովրդի դեմ դուրս չեն գա։ Շատ վարորդներ դժգոհել են եւ ասել են մենք չենք պահանջի ուղևորներից, մենք ժողովրդի հետ չենք լարվի, մենք ժողովրդի հետ բախումների չենք գնա, իսկ եթե շատ ստիպեն, դիմում են գրելու դուրս գանք։ Դա ես ասում եմ մի 4-5 օրվա տեղեկություն։ Զարու Իսահակյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։